Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հուշագրեր է ստորագրել հոլանդական անվտանգության հետախուզական ընկերության հետ, որը զբաղվում է հատուկ ջոկատայինների վերապատրաստմամբ, եւ հունական ընկերության հետ, որը մարտական այլ զինատեսակներ օգտագործող զինվորներ է վերապատրաստում։ Հուշագրերի ստորագրումը տեղի է ունեցել Ջերմուկում Ուժեղ խաղաղություն միջազգային համաժողովի ընթացքում։ Ես ուրախ եմ հայտարարել, որ այսօր հենց այստեղ սահմանագծի վերածված Ջերմուկ քաղաքում մենք սկսում ենք գործի վերածել մեր ծրագրերը։ Մենք լավ ենք հասկանում, որ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հրատապ են։ Մենք ժամանակ չունենք սպասելու։ Եվ սկսում ենք գործել հենց այսօր։ Անում ենք առաջի քայլերը, ուղղված ուժեղ խաղաղության հաստատմանը։ Սա նշանակում է փորձի փոխանակում, համագործակցության ընդլայնում, նոր գիտելիքների ձեռքբերում, հմտությունների կատարելագործում, եվրոպական ստանդարտներին համապատասխան լինելու են նոր գործընկերներ, նոր համագործակցության ձևաչափեր, նոր մակարդակ։ Որովհետև ինչքան մեզ ուզում են համոզել, որ մենք մենակ ենք, մեզ ոչ ոք չի աջակցում, մենք պատասխանում ենք, որ դա կախված է բանակցողից, բանակցողի հմտություններից։ Մենք գիտենք ինչպես բանակցենք, ապացուցված գործերով եւ արդյունքներով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի։ Ազգային ժողովը 67 կողմ 26 դեմ 3 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի փոփոխությունների նախագիծը։ Այսպիսով հետայսու Մայրաթորին հողատարածք կտրամադրվի բացառապես օգտագործման նպատակով։ Ավել պակաս կներեք։ Մի քանի օր առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը լքած Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահի գաղտնի քվեարկությանը մասնակցել է ՔՊ խմբակցության 67 падգամավոր, որոնք կողմ են քվեարկել։ Վլադիմիր Վարդանյանը նախորդ մոտավորապես 8 տարիներին ՔՊ կուսակցության անդամ է եղել եւ հենց այս հանգամանքն էլ քաղաքասարակության շրջանում լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Մասնավորապես մի քանի հասարակական կազմակերպություններ մինչև ընտրությունը կոչով դիմել են ազգային ժողովին ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց։ Տարածված հաղորդագրության մեջ կազմակերպությունները հիշեցնում են, որ Սահմանադրական դատարանի դատավորի կուսակցական լինելու եւ քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը ուղղակիորեն նախատեսված է Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքով։ Թե Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա ավելի քան 7 տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ կուսակցական լինելու հանգամանքը առերևույթ կասկած է հարուցում նրա որպես Սահմանադրական դատարանի դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Ավելին, անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը, ասված է 10 ՀԿ-ների տարածած հաղորդագրության մեջ։ Hiç müzakere beni İran ve Amerika ittifakına yuftadı. Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Սպուտնիկ Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփի խոսքերը բանակցությունների մասին պարզապես բլեֆ են եւ պատերազմի ճահճից դուրս գալու փորձ։ Դիվանագետի խոսքով պատերազմը չի ընթացել ամերիկյան սցենարով եւ հիմա Վաշինգտոնը ուզում է արագ ու դեմքը պահպանելով դուրս գալ իրավիճակից։ Դեսպանը նշել է, որ ամերիկացիները փորձում են հանդարտեցնել էներգետիկ շուկաները եւ պառակտել իրանական հասարակությանը, սակայն Իրանի ժողովուրդը կպաշտպանի երկիրը, մինչև հարձակվողը չփոշմանի իր արածի համար։ Շիրղոլամին շեշտել է, որ Թրամփն այժմ այնպիսի վիճակում չէ, որ կարողանա պայմաններ թելադրել։ Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը ցանկություն են հայտնել օգնել բանակցություններին։ Իրանը բարձր է գնահատում այդ ջանքերը, բայց դեռ հայտնի չէ, թե որքանով դրանք իրականություն կդառնան։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտարարել է, որ Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ, քանի որ բացարձակ չի վստահում Վաշինգտոնի դիվանագիտությանը։ Նա նշել է, որ արդեն 26 օր է կողմերի միջև ոչ մի շփում չկա, հատկապես Իրանի դեմ սկսված անօրինական պատերազմից հետո։
بر اساس ملیت، نژاد، مذهب Բաղայի խոսքով ԱՄՆ-ի հետ բանակցելու նախկին փորձերը Իրանի համար աղետալի են եղել։ Նա շեշտել է, որ վերջին 9 ամսվա ընթացքում Իրանի վրա 2 անգամ հարձակվել են հենց այն պահին, երբ ընթանում էին միջուկային հարցերի շուրջ քննարկումներ։ Խոսնակը սա անվանել է դավաճանություն եւ նշել, որ այժմ իրենց բանակը կենտրոնացել է միայն երկրի սահմաններն ու ինքնիշխանությունը պաշտպանելու վրա։ 4-5 دور مذاکره قبلی نبود. Թեև Դոնալդ Թրամփը պնդում էր, թե բանակցություններն ընթանում են եւ կողմերը ցանկանում են համաձայնության գալ, Իրանը պաշտոնապես հերքել է այդ լուրերը, ներառյալ ամերիկյան մամուլում շրջանառվող 15 կետից բաղկացած հաշտության ծրագիրը։ Իրանական կողմը հարվածել է ամերիկյան Աբրահամ Լինկոլ ավիակրին, հայտնել են լրատվամիջոցները, հարվածներն իրականացվել են թևավոր հրթիռներով։ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքով Իրանը մշտապես հետևում է Աբրահամ Լինկոլ ավիակրի տեղաշարժին եւ մտադիր է հարվածել ամեն անգամ, երբ այն հայտնվի իրանական հրթիռների խոցման տիրույթում։ Իրանի Կարմիր մահիկը հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով երկրում վնասվել է 85176 քաղաքացիական օբյեկտ, դրանցից 64583-ը բնակելի տներ են։ Son 25 gün bize şunu göstermiştir. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանում բռնկված պատերազմը վերածվել է համաշխարհային ճգնաժամի։ Անկարայում ունեցած ելույթի ժամանակ նա կոչ է արել միջազգային հանրությանը հրատապ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի հետագա ապակայունացումը կանխելու համար։ Էրդողանի խոսքով սա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պատերազմն է սեփական քաղաքական գոյատևման համար, սակայն դրա հետևանքները կրում է ամբողջ մարդկությունը։ Թուրքիայի առաջնորդը հավաստիացրել է, որ իր երկիրը չի տրվի սադրանքներին եւ չի ներքաշվի հակամարտության մեջ։ Ըստ նրա, Թուրքիան գործընթացը կառավարում է զգուշությամբ եւ հանգստությամբ, պահպանելով բարիդրացիական հարաբերությունները հարևանների հետ։ Radikal tavrını Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Զրույցի ընթացքում Մակրոնը կոչ է արել Իրանին ներգրավել բանակցությունների մեջ։ Խոսեցի Մասուդ Փեզեշքյանի հետ, վերահաստատեցի տարածաշրջանի երկրների դեմ անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքները պահպանելու, Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու անհրաժեշտությունը, գրել է Մակրոնը X սոցցանցի իր էջում։ Pero esta vez no como farsa, sino como tragedia. Նեթանյահուն ցանկանում է Լիբանանում կրկնել նույն ավերածություններն ու տառապանքները, ինչ Գազայում։ Նրա խոսքով Իրանը 40 տարի է ծախսել նման պատերազմի նախապատրաստվելու համար։ Նա նշել է, որ սա նույն սցենարը չէ, ինչ Իրաքում։ Ըստ Սանչեսի, սա շատ ավելի վատ է։ Ավելի վաղ Իսպանիայի վարչապետը բացասաբար էր արտահայտվել Իրանում ԱՄՆ-իսրայելական գործողությունների վերաբերյալ եւ չէր թույլատրել ԱՄՆ-ին հարվածել Իրանին Իսպանիայի տարածքից։ Իրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին եւ միջազգային ծովային կազմակերպությանը հայտնել է, որ ոչ թշնամական նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով, եթե նրանք համագործակցեն իրանական իշխանությունների հետ, հայտնում է Reuters-ը։ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը գրեթե կանգնեցրել է նեղուցով համաշխարհային նավթի եւ հեղուկացված բնական գազի մոտ 1/5-ի փոխադրումները, առաջացնելով նավթի մատակարարման խափանումներ։ Իրանի արտգործնախարարության գրության մեջ մասնավորապես ասվում ոչ թշնամական նավերը ներառյալ այլ պետություններին պատկանող կամ նրանց հետ կապված նավերը կարող են օգտվել Հորմուզի նեղուցով անվտանգ անցումից իրանական իրավասու մարմինների հետ համագործակցությամբ, պայմանով, որ նրանք չեն մասնակցում եւ չեն աջակցում Իրանի դեմ ագրեսիվ գործողություններին եւ լիովին համապատասխանում են հայտարարված անվտանգության եւ ապահովության կանոնակարգերին, ասված է տեքստում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը ապացուցում է իր երկրի միջուկային զենքը պահպանելու որոշման ճշմարտացիությունը։ Նա Վաշինգտոնին մեղադրել է պետական մակարդակով հովանավորվող ահաբեկչության եւ ագրեսիայի համար։ Ըստ Կիմի, ստեղծված իրավիճակը հաստատում է, որ Փենյանը ճիշտ է վարվել, մերժելով զինաթափվելու վերաբերյալ ԱՄՆ-ի քաղցր խոսքերը։ Նա շեշտել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակն այժմ անշրջելի է։ Այս հայտարարությունը հնչել է Դոնալդ Թրամփի բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին ակնարկների ֆոնին։ Մարտի սկզբին Հարավային Կորեայի վարչապետը Վաշինգտոնում Թրամփի հետ արդեն քննարկել էր
դիվանագիտական երկխոսության հնարավոր վերսկսման հարցը։ Կիմ Չեն Ընը նշել է, որ պատրաստ է կրկին հանդիպել Թրամփի հետ, սակայն միայն մեկ պայմանով. ԱՄՆ-ն պետք է ճանաչի Հյուսիսային Կորեան որպես միջուկային տերություն եւ հրաժարվի իր թշնամական քաղաքականությունից։ Միաժամանակ Փենյանը շարունակում է ակտիվորեն ցուցադրել իր ռազմական հզորությունը, փորձարկելով նոր թևավոր հրթիռներ եւ միջուկային հրթիռային համակարգեր։ És az összegyülekezés. Amerikában azt szokták mondani, Հունգարիան դադարեցրել է գազի մատակարարումը Ուկրաինա, քանի դեռ չի վերականգնվել Ռուսաստանից նավթի տարանցումը Դրուժբա խողովակաշարով, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մենք աստիճանաբար կդադարեցնենք գազի մատակարարումը Հունգարիայից Ուկրաինա, իսկ գազի մնացած ծավալը կպահենք երկրի ներսում, նշել է նա։ Քանի դեռ Ուկրաինան նավ չի մատակարարում, Հունգարիայից գազ չի ստանա, շեշտել է Օրբանը։